Так, Ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում եմ, հարգելներս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կանալին պատժ կանողներին, Աշոտին, Մուրադին, Գարեգինին, Յաննային։ 9 միլիարդ դոլարի տեխնոլոգիաներ Հայաստան ներմուծելու հնարավորության մասին Վենսի ցնցող հայտարարությունից հետո քաղաքական քննարկումներում ծայրահեղ հակասական կարծիքներ են։ ՔՊԱ-ականները շնորհավորում են բոլորին, պնդում թե ներդրումներ են հոսելու Հայաստան, նրանց ընդդիմախոսները վստահեցնում են, թե 9 միլիարդը պարտք է դառնալու հայ ժողովրդի ուսերին։ Ընդամենը հայտարարություն է ստորագրվել, երկկողմ հայտարարություն, որ ավարտել է բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Ընդամենը սա է։ Հարգելներս, մենք պետք է միշտ այս մեր վրա ականջող անենք, որ Նիկոլը ինչ խոսա սուտ է խոսալու։ Այդ մեր իշխանությունն է, որ երկրորդ նախագահի խոսքով մանիպուլացնում ու խաբում է ժողովրդին։ Ընտրություններից 4 ամիս առաջ փորձելով 20,000 ծայրահեղ աղքատ քաղաքացի ունեցող երկրին կերակրել 9 միլիարդ դոլարի մասին հեքիաթով։ Որ աղջիմ Սուրասախպեջան 14 միլիարդ դոլար պարտք բերել եմ, 9 միլիարդն էլ մինուս արեք, հեսա հետ են բերելու 9 միլիարդը։ Նախ Միացյալ Նահանգները առհասարակ չունի մոդուլային ատոմակայան, լիցենզավորումը այդ երկրում դեռ ավարտված չէ։ Աշխարհում այդպիսի կայաններ միայն Ռուսաստանն ու Չինաստանն ունեն։ Միացյալ Նահանգները իր երկրի տարածքից դուրս ոչ մի տեղ ատոմակայան կառուցելու փորձ չունի։ Իր տարածքում եղածի արտադրանքն էլ ստիպված է սուբսիդավորել, այլապես թանկ էներգիան պարզապես մրցունակ չի լինի շուկայում։ 5-ից 6 անգամ է ժան տարբերակները թողած, ինչու է Հայաստանի կառավարությունը գնում թանկի հետևից։ Ոչ մեկը նման ծախսերի չի գնալու, որովհետև այդ ծախսը հետագայում պետք է նստի սակագների մեջ։ Այն նույն Եվրոպան էր, Ռուսաստանից գազը էժան առնում էին։ Եկապատմություն սակրին, ես Ուկրաինան սարքեցին, բան այցին, վերջում կռվածրեցին Եվրոպան Ռուսաստանի հետ ու Ամերիկան բերեց իր գազը ծախեց արդեն Եվրոպայի վրա ավելի թանկ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել էր Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ մատակարարելու պատրաստակամության մասին։ Շոյգուն սակայն շեշտում է, հայկական ատոմակայանը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին դիմացավ բացառապես խորհրդային ինժեներական լուծումների շնորհիվ։ Շոյգուն ուղիղ զուգահեռ է անցկացնում ճապոնական Ֆոկուսիմա առաջինի հետ, նշելով, որ այնտեղ երկրաշարժից ավերվեցին հենց ամերիկյան արտադրության ռեակտորները։ Շոյգուն էլ խոմ աշխարհ տեսած մարդ է, ամեն ինչից տեղյակ է, Ճապոնիայում էլ սարքել էին ամերիկացիք ատոմակայան։ Վարի գնաց։ Եթե կարողանայի, ես պարոն Վենսին կհարցնեի, դուք երբևիցե կհամարձակվեիք ջնջել հոլոկոստի մասին ինչ որ գրառում։ Դուք գիտեիք, որ ձեզ հում կուտեին։ Միացյալ Նահանգներում դուք կանհայտանայիք, ձեզ cancel կանեին, դուք կանհայտանայիք, ձեզ հում կուտեին, եթե դուք այսպիսի ձևով դուք վիրավորեիք հրեա նահատակների հիշատակը։ Իսկ ինչու եք մեզ վիրավորում։ Մենք ձեզ համար երկրորդ կլասի ժողովուրդ ենք։ Սա այն մասին է մեր Արտուրը ասում, որ Վենսը գնացել էր Ծիծեռնակաբերդ, ու հետաքրքիր է, ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ, արարողական թե բաց թողում, արարողակարգ թե բաց թողում։ Եվ ասլան Վենս ջան, դու գնա մեզ չի կարելի այնտեղ այդ հալ դու գնա վրոդի քո բանն է դի ինցիատիվանա մենք պրոստը այնտեղ չեն կարել Երևան կետ մեր տերիտորիան չի դու գնում ես ինչ անում ես արա մեզ մի խառնի դրա մեջ Դուք նոր մի քանի 48 ժամ առաջ դուք մեր մոտ եք, մենք մեզ գեղեցիկ բառեր եք ասում, մենք ձեզ այսպես ընդունեցինք։ Այս ռեժիմը հսկայական շոու սարքեց ձեր գալուց։ Միթե գոնե իրանց չէիք հարգում, որ մի քիչ սպասեիք, դա մնար, ասենք մի քանի օր գոնե սպասեիք, այդքան վիրավորական չլիներ այս մարդկանց համար, այս խմբի համար, որ այդ ակնհայտ ձևով ցույց տայեք, որ իրանց էլ չեք հարգում։ Պարոն Տրամպը ձեր ղեկավարը 24 թվականի հոկտեմբերին ասեց. ես դատապարտում եմ, որ Պամելա Հարիսը չկանգնեցրեց քրիստոնյա հայերի էթնիկ զտումը Ղարաբաղում եւ իրանց հետապնդումը, սարսափելի հետապնդումը։ Եվ եթե ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ քրիստոնյա հայերին։ Հիմա դուք նախագահ եք, պաշտպանում եք քրիստոնյա հայերին, դուք հիշեցիք անգամ ղարաբաղցիների մասին։ Կասեմ ավելին, դուք 48 ժամ չանցավ Հայաստանից գնացիք Բաքու, Բաքվում ասում եք, որ Ադրբեջանի զինվորները ամենախիզախ եւ ամենամարտունակ զինվորներն են ռեգիոնում։ Այսինքն դուք գովում եք այն մարդկանց, ովքեր սպանեցին 5000 հայ տղա,
եւ ովքեր իրագործեցին հայերի, քրիստոնյա հայերի էթնիկ զտումը Ղարաբաղում։ 48 ժամ չանցավ։ Հիմա դրանից հետո մենք ինչպես դες հավատանք։ Այս նկարներն եմ նայում Նիկոլի, դեմքը ախպեր, արա դեմքը քծնելու ամենաուժեղ դեմքն է։ Վենսին եմ պատկերացնում, Վենսը նայում է այս քծնողի դեմքին ու ինչ է էլի մտածում, ասում ախպեր, օր այսով ախպեր, ես ոնց է քծնում, էսի չեմ անում, ինչ է ստորագրում, էսի ում հետ եմ Ռուսաստանում աթեն Տրամպի մոտի այդ ստորագրումն է։ Այսինքն հայացքներ մեկ է բանի մոտ կար, Լեֆիկ Սամոյի մոտ կար, որ այս էլ արդեն Լեֆիկն է Նիկոլին քծնում, որ լավ եղնի հետը։ Գիտի, ասենց հիմա ճանապարհ պետք է անցնեն Նիկոլի հետ, որ ինքը կարա լավ պետք է լինի, լավ փող կար աշխատի։ Բենզին, հեսա գործակները սկսվի, հեսա Արցախը հանձնեն, հեսա նայեք ինչ մի հատ բիզնես են սկսելու։ Վենսը գնաց, ադրբեջանցիները եկան։ Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել հայ եւ ադրբեջանցի փորձագետների կլոր սեղան քննարկումից։ Նրանք քննարկում են Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացները։ Այս կադրերում երևում է, թե ինչպես են ժամանակավոր մաքսային կետ սահմանվել Ադրբեջանից Հայաստան մտնող սահմանային կետում։ Մի խոսքով ադրբեջանցիք եկել են, ինչ են քննարկում, ինչ շատ հետաքրքիր է, ինչ են քննարկելու, ինչ են որոշում, թե ոնց պետք է գնան, ինչ են մտածում, Նախ մարզահամերգային համալիր տեղափոխվենք, տանը կալանավորված Սամվել Կարապետյանը կուսակցություն հիմնեց, նրա եղբորորդին էլ հայտարարեց, թե վարչապետի թեկնածուն հենց միլիարդատեր գործարարն է, բայց ինչպես է նա գլխավորելու ցուցակը, եթե օրենսդրական արգելքներ կան, երկքաղաքացիություն, Հայաստանում վերջին տարիներին բնակվելու պահանջ։ Հարցեր, որոնց պատասխաններն ըստ էության չեն տրվել։ Հարցեր, որ մարդը լավ էլ տալիս էր, ոնց են արվելու, չեն տրվել։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Չնայած սահմանադրական արգելքին, ուժեղ Հայաստանը հայտարարում է վարչապետի իրենց թեկնածուն միլիարդատեր գործարար այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն է։ Հիմա նայեք, մենք իրար հետ կռիվ ենք տալիս, ինչքան երկար ժամանակ մեր հայրենիքի համար։ Մենք հույսներս լրիվ կտրած, որ կարա ինչ-որ մի բան մենք կարանանք փոխենք այստեղ, որտեվ տեսնում ենք հնարավոր չի։ Սաղ մի կալոդն է, ոնց ֆռսնում, ոնց ենք անում, սաղ նույն քաղաքական գործիչներն են, նույն կալոդն է, ոնց գալիս ենք, նույն բանն է ստացվում։ Ու հիմա հայտնվում է Սամվել Կարապետյանը, որը մենք իմանալով ինքը եկեղեցու համար ինչքան շատ բան անում, ինքը եկեղեցու կողքին ոնց է կանգնած, իր հայ ժողովրդի կողքին ոնց է կանգնած, ինքն արդեն հասկանում է, որ խոսալու, ասենք էլ լռելու տեղ չկա, ինքը պետք է խոսա արդեն, պետք է պաշտպանի, որտեվ արդեն բանը բանից անցնում է։ Ու ինքը, որ եկեղեցուն այդքան բան էին անում, ով էր եկեղեցուն պաշտպանում այդքան ժամանակ։ Ասենք Հելան Քոչարյանը, Սերժը կամ ինչ-որ էլի տենց քաղաքական գործիչներ, Հելան խոսած ինչ-որ բան պաշտպանեցին, թե չէ։ Չէ, բայց այս մարդը լավ խոսած, ինչ արդյունքում հեծը վերցին, այս վերջին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս մարդիկ ես վստահություն եմ տեսնում իրանց մոտ։ Հիմա այնտեղ ասում եք Սերժի մարդն է, Սերժի հետ կապեր ունեցել, բա ուզում եք Հայաստանում այդ մարդն ապրեր, Հայաստանում գործներ ու ինքը ոչ մեկ էլ շփում չունենար, ոչ Սերժի հետ, ոչ բանի հետ։ Կաղամի կողմից լավ է, որ այդ բոլորի հետ ինքը շփում ունեցել է, բոլորի հետ բանը, ու այդ մարդիկ, եթե ինչ-որ մի վստահություն կա, որ կարան, ասենք դաժե Սերժը, ասենք կա, որ ասի լավ, դե բերեք օգնենք Կարապետյանին, թողեց երկիրը մի ձևով փրկի հանի, թե չէ տանում վարյա տալիս, ինչու՞ չէ, թող էդի լինի։ Այն, որ մենք հիմա ամեն ինչ պիտակավորենք, ասենք էսի վատնա, այնի վատնա, այդի վատնա։ Այսօր ինձ մի քանի օքի մարդիկ գրեցին, ասին Էդգար ջան, ինքը ռուսի մարդն է, ինքը մեզ ասում եմ դու ինչ ես առաջարկում, լավ, հիմա դու ինձ զանգել ես, համոզում ես, որ ես Սամվել Կարապետյանին չաջակցեմ։ Դու ինչ ես առաջարկում, ես ում աջակցեմ։ Ինձ ասում է չգիտեմ, բան ես կոմենտում, որ չգիտես, բայց էլ արդեն խոսալու ժամանակն անցել է։ Հիմա պետքա մենք քայլ անենք, գործ անենք, հարգելներս, սենց խոսալով հա չեն կարա ձգձգենք, հիմա էլ բա ինչ թողենք հիմա էլի Նիկոլն ընտրվի ու ինչ։ Ես կոնկրետ այս ամեն ինչը անցնելով ես հասկանում եմ, որ ես այսօրվա դրությամբ խնդիր է դրված 4, 5, 6 կամ 25, 30
մարդիկ են դրված վարչապետի տեխնացուին։ Ում ես քո ձայնը տալիս։ Ես այս 6 տարի վերլուծելով բան ամեն ինչ, ես գտնում եմ Սամվել Կարապետյանին։ Վերջ, всё։ Ով ինձ հետ է, ով ինձ հետ նայել է բանը, ով համաձայն է ինձ հետ կեթան այդ ուղությամբ։ Ով մոլորված են, ով հələ սաղին ոչ մեկին չեն հավատում, իրանք իրենց ուղությամբ կեթան։ Ով ինչ մեկին են սպասում, կեթան այդ մեկին կսպասեն։ Ով ինչ որ մի հույսեր ունեն, որ երկնքից մի հատ մաքուր ես իմ իշնելու է թևերով, հրեշտակով մի հատ մարդ, որ ոչ մի նախկինների եւ ներկաների հետ չի շփվել ու ստացել է 7 երկրի բարձրագույն կրթություն կգա ու կփրկի Հայաստանը, ինքը այդ մարդուն կսպասի։ Մենք ունենք այն, ինչ ունենք, ժողովուրդ ջան։ Դու որ սալատ ես պատրաստում ես այն սալատից ինչ մթերքներ ունես։ Նայում ես, էս, մտածում ես, այս 7 մթերքից ինչ սալատ կարա սարքես։ Այդ 7 մթերքից սարքում ես այն, ինչ կարա սարքես։ Չես սպասում, որ վաղը չեմիսորսա մի հատ ավիտոյով քեզ մի հատ դաստավկով ես իմիշ մի հատ սուպեր բան կգա, որ դու կարանաս այդ ձանով սալատ սարքես։ Սարքում ես այն, ինչ ունես, կռիվ ես տալիս այն, ինչ ունես։ Այդ եմ ասածս, հարգելներս։ Մարդիկ չոտքի պարզ ասեցին, որ ոչ մի ահավոր բան չկա, պետք է վենց որ մենք ընտրվենք ազգային ժողովով, մենք այս իրանց այդ արգելքը կհանենք։ Մարդիկ շատ պարզ այդ ամեն ինչ ասեցին ու շատ գովելի է դա։ Ստեղ ինչ որ Պետրոս Ղազարյանը ծաղրել է Սամվել Կարապետյանին, նա միայնակ կհաղթի Ալիևին ու Էրդողանին։ Պետրոսի մոտ ինչքան ստրուկային մտածելակերպ կա, չէ՞։ Հա, մենք պետք է հայ ազգովի դնենք ու հաղթենք ոչ միայն Ալիևին, ոչ միայն Էրդողանին, այլ նաև Տրամպին, այդ Եվրոմիությանը ու անգլոսաքսերին ու Հռոմի պապին, սաղին պետք է մենք հաղթենք, սաղին, մենք հայերս, մեր հայ ազգը պետք է հելնի ու իր խոսքն ասի, մենք ազգ ենք, մենք հպարտ ազգ ենք ու մենք պետքա մեր խոսքն ասենք։ Դուք չեք, ստեղ Նիկոլը չի, որ պետք է իր խոսքն ասի, մենք ենք ազգը։ Թե չէ sense Թուրքի բաներ ագենտները սա խելել են սորոսականները Ալիևին ու Էրդողանին պետք է Ալիևն ու Էրդողանը ինչ պետք է անեն տանկեր պետք է բերեն լցեն Հայաստան ինչ պետք է անեն ինչ գալու են ստեղ ձայներ տան քո ազգը տա ձայնը տալու քո ազգը իր որոշումը կանելու է եթե ազգը տվեց հային ոչ թե Թուրքին այդ ժամանակ ինչ պետք է անեն եթե քո ազգը տա Ալիևը ու Էրդողանը էլ ինչ ասես Բարև հայություն ջան, բարև Էդգար։ Ապա դու Մոսկվա չես ապրում։ Դու չգիտես որ Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի բիզնես պարտներն է, այս Ռոբերտ Քոչարյանն է ուզում որ գա։ Վլաստի։ Ես զարմանում եմ ան։ Նայեք, Ժորժ ջան, եթե այսօրվա դրությամբ եղավ ընտրությունը Նիկոլը լինի, թե Ռոբերտ Քոչարյանը, ես ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին։ Այո։ Եթե տես դրություն եղավ, ավելավա թողա Ռոբերտ Քոչյանը, քանս Նիկոլը։ Ռոբերտ Քոչարյան սարքեցիք մի հատ բոբո ջաջա, Ռոբերտ Քոչարյան։ Բոբո ջաջի Ռոբերտ Քոչյանը մտոր Ռոբերտ Քոչարյանն եղնի։ Ռոբերտ Քոչյանը բոբո վախացնելով սաղ երկիրը վարի գնաց։ Մի մոռացեք, որ պատերազմ պետքա սկսվեր Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ, որ պետք իրան բանաներ, ընկել էր մետրոներում բուկլետ էր բաժանում, որ այդ բուկլետով սահմանադրություն փոխեին, եսի ինչ անեն, որ կանեն Ռոբերտ Քոչյանին դատեն, եսի ինչ անեն։ Մենք ընկած սաղ Ռոբերտ Քոչյանի հետևից էինք ընկած, բայց մեր երկիրը վարի տվինք։ Նույնն էլ երկրորդ անգամ ընտրություններին էլ պողպատե մանդատ ուզելով Ռոբերտ Քոչյանով վախացնելով տվեք ինձ պողպատե մանդատ, որպեսզի Ռոբերտ Քոչյանի հարցերը լուծեմ։ Տվեցինք ու ինչ էլի գնաց։ Բայց մեզ ոչ թե Ռոբերտ Քոչյանի հարցերն է պետք լուծել, մեզ պետք է մեր հայրենիքի հարցերը լուծվի։ Հիմա էլ ես նույն թեման, էլ կավելիս բալալայկեն գնաց, Հա, թո Ռոբերտ Քոչարյանը գա, բայց Նիկոլը չլինի։ Ռոբերտ Քոչյանը գոնե խոսում է, գիտես, խոսում է հասկացող մարդ ախպեր ջան։ Նիկոլը խոսում է ջոկում ես լրիվ բան ախպեր ջան։ Շիզոֆրենիկի մեկն է։ Ազգի դավաճան կլինեմ, որ ես երրորդ անգամ եմ Նիկոլին ընտրեմ։ Փառք Աստծո, ստեղ հիմա տես դրություն չի, որ Նիկոլ ու Քոչարյան, կա նաև Սամվել Կարապետյան։ Դրա համար խնդրեմ Սամվել Կարապետյանին, եթե մենք մեր ձայնը տալիս ենք, ու չենք ընկնում այդ մեղքի տակ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալով։ Այդ աննասոնին ճամփո տնելու միակ տարբերակը Սփյուռքից 3-400,000 մարդ պետք է ընդրություններից առաջ կա։ Մի րոպե, հա, Ադրբեջանից գալիս են 400,000 հոգի մարդ,
Մենք էլ Սփյուռքից ենք 400-500 հազար էլ մենք էլ Սփյուռքից կգանք։ 10 օր շուտ լցվի հրաբարակ ու դրան սիկտիրան լցվի։ Այո։ 10 օր շուտ գալիս են ցույցերով, բաներով ցույց են տալիս, որ Կա հայերը փրկին, Հայաստանը փրկին, չէ, այդ Հայաստանի հայերի վրա հույս չտնեք։ Միակ ճանապարհը դի փողոցով եկել է, փողոցով դի սիկտիր եղնի։ ստեղ էլ արդեն մարդիկ ասում են նույնը ոնց որ Միքայել Սրբազաններ ասել, որ հերիքայինց կանչեք դատարան, դատում եք, դատեք այդ մարդներ ասել։ Նույնն էլ հիմա արդեն այստեղ են ասում նախբեջան, խեք մեզ կանչում բերում, ես կոմ տանում բերում, մենք էլ չեն գալու, դատում եք, դատեք, ինչ անում եք, արեք, ինչ եք մեզ տանում բերում։ Դալիճու շատ քիչ մարդիկ կա որ մասնակցել են։ Եթե այս մարդուն հիմա հաշվի չառնենք այդ պատերազմին մասնակցել է, իր էությունը, հայրենասությունը, ապա ինչը պիտի հասկանա։ Լսելով դատարանի որոշումը Չախալյանը հայտարարում Չախալյանը 44 օրվա պատերազմի մասնակից, դուխով հայազգի կողքին կանգնած, հայ ժողովրդի կողքին կանգնած, այդ մարդուն էլ հիմա այդ սրբազանների գործով, ինչ որ ուզեցել են ծերրակ տան, եսի ինչ են ուզում, ինչ են մոգոնել, ինչ են զումանել, այդ մարդուն էլ նստացրել են։ որ մինչև իր կալանքի վերջնաժամկետը մարտի 4-ը չի ներկայանալու դատական հաջորդ նիստերին։ Հաջորդ նիստից ես իմ մասնակցությունը արդեն անիմաստ եմ դառնում։ Ասում են ինչու դե պարոն դատախազ գալիս գնում, հավայի խեք տանում բերում այդ։ Հրաժարվել եմ, լավ։ Այդ թույլ տվեք, ինձ չծանրաբեռնեք։ Ես ասենք տանել բերելը, պատիժա կերեմ հույզով։ Ծանրաբեռ, շատ լավ ասում, բոլորն էլ են ասում, ինչ եք տանում բերում։ Նույնն էլ էս բանը, ու այս մանուկ էս սոխիկը, որ հելելա իրան դատա Վարդան Ղուկասյանն է դատում էր բանը։ Վարդան Ղուկասյանն էլ մի քանի օր առաջ էսան ասում է, այս մանուկն ով եկել է ինձ ջայլը դատում, ինքն էլ չի գացել Վարդան Ղուկասյանը, դատում ինչ անում եք, արեք, ինչ եք, հավայ տանում բերում։ Լսում է դատարանը Ղուկասյանի պաշտպանների փաստարկները, բայց բավարարում է մեղադրողների միջնորդությունը։ Դատավոր Լևոն Պետրոսյանը համարում է, որ Վարդան Ղուկասյանը չարամտորեն խուսափում է ներկայանալ դատական նիստերին։ Ներկանա ինչ որ գազդուկ ես ծակ պրոֆեսորը տեղ դրել ես, դատու ես ինչեր ես անում, ու սաղ այդ համակարգը տենց է այս դատական։ Էդգար ջան, բարի օր ախպեր։ Պրիվետ։ Հեսա մենք էլ ենք ախպեր, ահագին մարդ հավաքվել ենք վրա։ Ընտրություններից առաջ մի 15,000 մարդ արդեն համաձայնվել են, որ մենք էլ ուզում ենք Հայաստան գնանք։ Ընտրություններից առաջ ընտրությունների ժամանակը սաղել գալու են, որ ընտրեն Սամվել Կարապետյանին ախպեր։ Արդեն ահագին մարդ ենք, մենք էլ ենք զբաղվում, պետք է լինի հրապարակել ենք դուրս գալու, պետք է լինի ամեն ինչ էլ պետք է անենք, որ այս Փաշինյանը հանգարց չընտրվի ախպերս։ Տերես քո երկրին, կպահես, տեր չես եղել, տեր չէ, իմացի ոնց որ հիմա դու ես, գնացել ես խոպան գործանելու, հետո իմանում ես քո ընտանիքից մի հատ բեդարաս մի հատ ոչխար կա, ասենք, ախպերը տա կամ դե փոքր ես իմ քո ով է, բարեկամը տա, հել է տունը մաս ծախում է, կազինոյում խաղացողը հետում ուտում, խմում է, կրվում է, ծախվում է, շիզոֆրենիկ հիվանդի մեկն է, երկիրդ վարյա, տունդ վարյա տալիս, քրոջը դուրսն է գցում, տունը փող չի բերում, դու ինչ պետք է անես, չպետք է գաս հասնես տուն, դրականջից բռնես մի հատ տշես հանես ռադդ քաշել տաս, քո տանը տեր եղնես, քո օջախին, քո տնեցիկին տեր ելնես։ Հիմա նույնն էլ մեր երկիրն է, որ պետք է տեր լինենք։ Այսինքն ոնց որ քո երկիրն է տեր լինելու, այսինքն դու պետք է գաս քո երկրիդ հոգս տանես, ծակերը փագես, բանա չլիս, միջև սպասես այդ ողնաշարները կգան, ինչ որ մի բան կանեն, այդ երկար պատմություն կլինի։ Ինչ դժվար բան է, Շեբենն է, ի՞նչ է սրա անունը։ Մի հատ գրուզավիկ Շեբեն ես լցել տալիս, սենց անցնում ես ու ինչքան սենց ծակ կա լցում ես այդ փոսերի մեջ, ախպեր ջան։ Ու այդքան վնասակար չեն եղնում այս փոսերը։ Թե չէ սենց մարդիկ գալիս են, չես իմանում ինչքան է փոսը, ավտոն մտնում է, ջարդում են, վարի այդում, բայց որ սենց փագեցին ինչ որ։ Էս մեկն արեց, այսինքն պետք է տեր ելնես։ Տարբեր մարդիկ Ժորժ ջան, հույսները պետք է չդնեք։ Ես ձեզ մի բան ասեմ, Մոսկվան որ Մոսկվան է, այս որ հիմա սենց ձուներ է գալիս, ես գիտեմ որ հա այդքան շատ բաներ չկան, որ մակրողներ, հավաքարար այնտեղ ինչեր է, շատերն է դեպորտ են արել գնացել են։ Ես այսօր էլ իջել եմ Հայաթը մաքրել եմ, տղուս լապատկեն տվեցի, ասի գնա Հայաթը մաքրի։ Մենք մեր Հայաթը, մեր հարևաններով մաքրում ենք, որ Հայաթը մաքուր լինի, ու իրոք մեր Հայաթը մաքուր ու ակուրատնի, որտեղ հերթով ելնում ենք, մաքրում ենք։ Տեր ենք ելնում մեր Հայաթին, հույսներ չենք դնում Ռուսաստանը բան, չնայած որ մենք ֆոտո ենք անենք, գցում ենք, այդտեղ ժալոբա գալիս են մաքրում են, բայց հույսներս դրան չենք թողնում հասնի, մենք դնում մաքրում ենք։ Նույնն էլ sense մենք մեր երկրի տերը պետք է լինենք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մենք պետք է հույսներս չդնենք, որ Նիկոլը 9 միլիարդ կբերի, չի բերի, ինչ կանի, ինչ չանի, ինչ մի հատ կուտ կտա, ինչ մի հատ կխափի։ Նիկոլը խափլանի մեկն է, որ մեր երկիրը խափելով վարյա տալիս։ Այսօր նայում եմ էլի նորություններով
դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքը հեռացրել են։ Պապիկյանի բանակը։ Մարդիկ իրանց երեխեքին ուղարկում են ծառայելու, իրանք իրար մեջ կռիվ են, ծեծ են տալիս, աչք են հանում։ Մի հատ հարց, սրանից հետո ովը կուզենա իր երեխեն, որ եթա ծառայ, պահում ես, փայփայում ես, ղրկում ես բանակ, վառել են տալիս, որովհետև մարդիկ մի շոյ մի ձև պետք է տաքանան, մարդիկ էլ բենզինով են տաքանում։ Կռիվ են անում ինչ-որ պանյատյաններ, մանյատյաններ։ Կարելի է այս ամենի դեմ առնել, կարելի է, ինչա դրա համար պետք նորմալ, պատասխանատու մարդիկ լինեն, որ ամեն մեկ իր աշխատանքի վրա լինի։ Բարի երեկո Էդգար ջան, ես ապրում եմ Ֆրանսիայում, ամեն րոպե, ամեն վայրկյան հետևում եմ, մանավանդ քո եթերները ուշադիր լսում եմ, հալալա քեզ, դու շատ լավ հայրենասեր, լավ տղա ես։ Ես միշտ ամեն րոպե անընդհատ ասում եմ, երբ ես դու եթեր դուրս գալու որ լսենք։ Էդգար ջան, այդ որ ասում են դոգ, հա, ես էլ եմ հասկանում դոգը լավն է, լավ մարդ է, բայց դոգը եթե չի միանում ոչ մի կուսակցությունների հետ, դոգը խի է փոր թափում կոպիտ ասած Սամվել Կարապետյանի հետ։ Միացեք մի խումբ դարեք, ժողովուրդ, մենք երկիր ենք կորցնում։ Ցավը տանեմ Էդգար ջան, դու ինչքան լավ տղա ես։ Ես ուզում եմ ասած լինեմ, այստեղ պետք է ցեղջ շպրտեն մեկը մյուսի վրա։ Ոնց էր 90-ական թվականներին միացում, բոլորս միացանք, այդ ձև պետք է լինի, ոչ թե դոգը հելնում է, էսի վատնա, էնի վատնա, արա ձենդ կտրի նստի, եթե դու ուզում ես բան անես, միացում լինի, բոլորս միանանք, այլ քարտ չշպրտենք։ Մեր մեջի թշնամին Նիկոլ Փաշող լինա, այդքան բան, ցավը տանեմ, հայեր ջան, միացում։ Ես էլ եմ համաձայն, միանան, իրոք միանան, Վարդան Ղուկասյանն էլ միանան, չեմ անում։ Մենք ինչի համար ենք, լրիվս մի կռիվ ենք տալիս, էլ ուրիշ մենք թշնամի չունենք։ Մենք ունենք մի հատ թշնամի, ունենք մի բանի համար պայքարելու, դա մեր ազգայինն է, որ մենք դրա համար մենք կռիվ ենք տալիս, պայքարում ենք։ Սամվել Կարապետյանի հետևը կանգնած է եկեղեցին։ Սրբությունը ամենակարևորը։ Նույնն էլ Սամվել Կարապետյանն է եկեղեցու կողքը կանգնած, դա վզայիմն է, դա ոնց որ միասնական լինի։ Ժողովրդի շատերն են կանգնած, տնտեսական թե առումով թե ինչ, Սփյուռքն է կանգնած Սամվել Կարապետյանի հետևը։ Շատ մարդիկ, ովքեր կառավարությանն են Հայաստանում, իրանք էլ Սամվել Կարապետյանի կողքին են։ Ու ինչն ամենակարևորը, այս մարդը ունի գործարան աշխատողների սիստեմա ունի, որը ամեն ինչ աշխատում է, որ Սամվել Կարապետյանին բռնեցին առաջին օրը, ես դաժե եթերներում ես ասացի, նույն բանը ինչ որ հիմա եմ ասում, Սամվել Կարապետյանին բռնելով, փակելով ավելի ուժեղ այդ սիստեման աշխատում է, որովհետև Սամվել Կարապետյանը Նիկոլի պես ամեն ինչ մենակ չի անում, ինչ անում է Նիկոլն է, Նիկոլին հանես, շուտ լրիվ քանդվում է։ Սամվել Կարապետյանը թիմն անում, այնտեղ թիմ կա, սիստեմ կա, գործարան կա, որ էդի աշխատում է, բայց լրիվ ստրուկտուրան, որ աշխատում է Ռուսաստանով մեկ, դա ո՞նց է աշխատում, թիմն է աշխատում։ Դրա համար ստեղ թիմ կա, պրոստը ինչքան ոնց որ ասած, այս թիմին միանան հետաքրքիր ֆիգուրաներ, գործիչներ, այնքան ավելի կուժեղանա այդ սիստեման։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ։ Ուրեմն Նիկոլը որ շատ ժամանակ գալիս է Մոսկվա, ես էլ իմ ռազվեդկեն օգտագործելով միշտ ուզում եմ հասկանամ, այս Նիկոլ լավ, այն դաժան ժամանակ որ լիքը քաք մեջ էր անում ռուսների հետ ինչ որ հարաբերությունների բան, հետո ասում լավ, որ այս ինչ երեսով է գալիս ռուսների հետ տենա բանանի, ու սենց ես տեսնում եմ որ Նիկոլը սենց լավ ուրախ գալիս է, լավ սենց դավորնիա իր վստրիչայից գալիս է գնում է, ու ես ասում եմ արա ախպեր, բայց ու հետո ես հարց ու փորձ եմ անում, ասում եմ ու իր հետի Նիկոլի մարդիկ ասում են ախպեր, բայց մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ռուսների հետ, լավ գալիս գնում եթում ենք, Արա ասում բայց լավ այդքան բան անում է ոնց է գալիս գնում սենց լավ հիմա այստեղ ու ես հիմա լսենք թե ինչ կմեկնաբանի մեր ինքերը պրոստը ասացին է որ դուք շատ ժամանակ ինձ է գրում եք ասում եք ռուսի սապոկ Facebook-ի աշխատող բայց კი ռուսների հետ ոչ ես այնտեղ կապ ունեմ ոչ բան ունեմ այդ Facebook-ի աշխատողներ ոչ կապ ունեմ ոչ ես իմ ինչ եմ ոչ ինչ որ այնքան որ ես Մոսկվայում եմ ապրում всё ես ռուսի սապոկի տակի ռուսի սապոկը իսկական էս մարդն է
որ ամեն ինչ լրիվ չոտկի, լավ հարաբերություններով գնում, գալիս բանանում, իսկ ռուսներն իմ տեղը չգիտեն արա, դուք ինձի ռուսի բան եք սարքում։ Հարց առաջացավ իմ մոտ, որ այդպես լավ է Ռուսաստանի եւ Պուտինի հետ հարաբերությունները, ընդ որում շատ ջերմ անձնական։ Ընդհանրապես Նիկոլի կողմնակիցները, աջակիցները, կուսակիցները, քարոզիչները տեղյակ են, որովհետեւ նրանք օրնի բուն մարդկանց իրենց հայրենակիցներին պիտակավորում են որպես ռուսաստրուկ, ռուսի սապոկ լիզողներ, հակառակ կողմն նրանց պիտակավորում է թերքասերներ, թուրքի սապոկ լիզողներ։ Այսինքն Հայաստանի ներսում պատերազմ է քաղաքացիական մարդկանց ուղեղներում, թշնաման կատելություն։ Մարդիկ նույնիսկ Նիկոլ Փաշինյանին կյանքում մոտիկից չեն տեսել, նրա հետ որևէ կապ չունեն, բայց նրա համար կոկորդ են կրծում վիրավորելով մարդուն, ում անձնապես չեն ճանաչում, եւ նույնը հակառակ ուղղությամբ։ Այդ փսիխոզն է հիմա Հայաստանում, բայց բարձվում է։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի հետ խնդիր չունի, ոչ Էրդողանի, ոչ Ալիևի, ոչ Պուտինի, եւ բարձվեց նաեւ Միացյալ Նահանգների։ Բայց Հայաստանում պատերազմ է։ Ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը դասական ստրատեգիայով բաժանեց որդիր ես։ Իշխում է Հայաստանին, պատերազմելով Հայաստանի դեմ իրականում։ Նա պատերազմը բերել է Հայաստանի ներս, յուրաքանչյուր հայ ընտանիք թունավորելով ատելության խոսքով մարդկանց մտքերը, երբ ինքը ոչ մի խնդիր չունի ոչ մեկի հետ։ Դուք հասկանում եք մանիպուլյացիայի մասշտաբները։ Այսինքն զիջեց նա հայկական շահերը եւ այսօր պատերազմ է վարում հայ առաքելական եկեղեցու հայոց պատմության։ Ընդհանրապես նա խնդրեմ ունի մենակ հայերի հետ, եթե նկատեք։ Նա խնդիր պատերազմ է վարում հայերի դեմ, եւ այդ պատերազմը բերել է յուրաքանչյուր հայ մարդու ընտանիք։ Մինչև սա չգիտակցեք, կրկին սխալ ընտրության արդյունքում շարունակվելու այդ պատերազմը, որովհետև Ադրբեջանի պահանջները դեռ պետք է կատարվեն, սահմանադրություն փոխել, ադրբեջանցիների վերադարձ ապահովել, ցեղասպանությունը ուրանալ։ Պատերազմը դեռ առջևում է։ Հայերի պատերազմը հայերի դեմ, ավելի ճիշտ Նիկոլի պատերազմը հայերի դեմ։ Ես մի բան ասեմ, մենք ում էլ որ ընտրեցինք, մենք պետք է այդ մարդկանցից պատասխանատու լինենք։ То есть եթե մենք այն ժամանակ Նիկոլին ընտրեցինք, մենք պետք է Նիկոլինց պատասխանատվություն, то есть ուզենք ինչ որ ընտրել ենք, այդ ուզենք, ոչ թե ընտրեցինք ու թողեցինք քաշվանք միանք, Նիկոլն ինչ կանի, ինչ չի անի։ Չէ, մենք պետք է պատասխանատու եղնենք մեր ձայնի համար, որ մենք տվել ենք ու հիմա Նիկոլը, մենք Նիկոլին ձայն ենք տվել երկու անգամ։ Նիկոլը երկու անգամ խաբել է, ինչ որ ինքը մեզ առաջարկել է, սա ուրիշ բան արել։ Այդ ուրիշ բանի համար ինքը պետք է պատասխան տա։ Պատասխան տալու ձևը, միակ ձևը նաև այն է, որ ինքը պետք է երրորդ անգամ իրան մենք ձայն չտանք։ Ինչքան պրոստը պետք է մարդ հիմար եղնի, որ դա երրորդ անգամ Նիկոլին ձայն տա։ Այս գիտես, անեկդոտ, հա, այս անեկդոտն եմ հիշում։ Մեր մարդ որ խեղդվում է, օգնություն է կանչում, ասում է Տեր Աստված օգնի, մի հատ կատերա գալիս, ասում է չի ախպեր ջան, քո կատերը դուրս չի գալիս, անցի մյուս էլի օգնություն Տեր Աստված օգնի, մյուս կատերն է գալիս, այդ կատերն էլ հնդիկ է գալիս, ասում է չի ախպեր հնդիկ ինձ պետք է օգնի, անցի գնա։ Մի էլի օգնում մի հատ բան է գալիս, այնտեղ սենց կատամարանով մեկն է գալիս, բանը, մի հատ տատիկ է գալիս, ասում է բալա ջան նստի տանեմ, ասում է չէ, ինձ Աստված կօգնի, в общем, հետո խեղդվում է Աստծուն, ասում է Տեր Աստված, ես քեզ այդքան աղոթել էի, այդքան քեզ հավոտում էի, ինձ դու չփրկեցիր, ասում է ո՞նց է քո անունազգանուն, ասում է Գվիդոն Գվիդոնովիչ, նայմա Գվիդոն Գվիդոնովիչ, 3 հատ կատեր, հես ասում է 3 հատ կատեր ուղարկել եմ, խի չես նստել, ասում է այ դու էիր ուղարկել, հիմա նույն էս ախպեր ջան, մարդ կա եկել ասում է ես ձեզ կարամ օգնեմ, Սամվել Կարապետյանն է, հիմա դնենք անուն, Սերժի մարդն է, ռուսի մարդն է, ինքը բիզնեսմեն է, ինքը բան չի, էլ ինչ եք ուզում, միացած այդ խեղդող մարդու պես միացած բան գար, սենց հատուկ միացած նավ գար, Աստծո դրոշակով, հրեշտակներով, ու սենց մի հատ տրամպիշներ, ասեր, ձերք ձեր տվեք, բարձրացնեն, նստացնեն, տան, ունենք են, ինչ ունենք, Ժորժ ջան, կացերն եք նստում, կատամարանն եք նստում, կարևորը ստեղ փրկվելն է, բարի գիշեր, լավ շատ չխոսամ։